Այսօր եկեղեցին չունի համապատասխան սպառազինություն սատանային դիմակայելու և գերիներին ազատ արձակելու համար։ Եկեղեցին չի սովորեցնում, թե ինչպես վարել հոգևոր պատերազմ։ Մինչդեռ Հիսուս Քրիստոսը երկրի վրա եղած ժամանակ հոգևոր պատերազմի ամենավառ օրինակն էր, նա դևեր էր հանում և բժշկում հիվանդներին դիմակայելով ցանկացած դիվային ոգու։ Մենք խոսում ենք սատանայի մասին կիրակի օրերին, սակայն իրականում չենք դիմադրում նրան։ Դու չես կարող հանել այն դևին, որի հետ քնում ես։ Եթե մեղքի մեջ ես, չես կարող հաղթել չարին։ Եթե սատանան տեղ ունի քո մտքում, նա քեզ կհաղթի։ Հոգևոր պատերազմն առաջին հերթին մտքի մեջ է։ Աստվածաշնչում ասվում է. Աստուծո ամբողջ սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դիմադրել։ Եփեսացիս 6:11։ Ինչպես նաև հարց է տրվում, թե արդյոք ունեք Քրիստոսի միտքը, Ա Կորնթացիս 2:16։ Շատ քրիստոնյաներ գնում են պատերազմի դաշտ առանց սպառազինության չունենալով Սուրբ Հոգու զրահը։ Եթե թշնամին բնակվում է քո մտքում, դու արդեն պարտված ես։ Նախկինում ինձ համար շատ հեշտ էր կործանել այն քրիստոնյաներին, ում միտքը, կամքը և էմոցիաները գերված էին չարի կողմից։